Բարի օր, հարգելի ժողովուրդ, նոր դուրս ենք եկել դատական նիստից, Վաչագան Ղազարյանի, վերաբերալ ասեմ, ուրեմն ուզում իմ տպավորություններով կիսվեմ։ Նախ իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դատախազը չի տիրապետում ամբողջությամբ քրեական գործունեություններին, եւ դա իմ համար շատ ցավալի է, այն որ դատավորը տիրապետում է բացառապես ամբողջ իրավիճակին եւ բարձր պրոֆեսիոնալիզմ ունի, դրա մասին ընդհանրապես խոսք չկա իրականում, բայց այստեղ մի քանի բաներ կա, որ ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրականում ներվայնացրել է։ Ուրեմն ինչի մասին է գնում խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ Պաշտպանության նախարարության մի խումբ պաշտոնատար անձիկ հողեր են վաճառել, որով պետությանը վնաս են պատճառել։ Ուրեմն ես մի բան ասեմ, մոտ տպավորություն է, որ ստե Պաշտպանության նախարարությունը, որ փորձել բրոկերսկի կանտորա լինի։ Ուրեմն ստեղ այս գործը քննվեր ոչ թե հողերը էժան են ծախվել, թանկ են ծախվել, այլ ընդհանրապես Պաշտպանության նախարարը տեղում եղել է թե չէ, Պաշտպանության նախարարություն եղել է թե չէ։ Ուրեմն ինչ լսում ենք, Սերժ Սարգսյանի հրահանգով էս ինչ արել է, էս ինչ։ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Արմեն Սարգսյանը վաճառել է։ Ընկեր ջան, եթե սա զինվորական կառույց է Պաշտպանության նախարարությունը, զինվորական հրամանները չեն քննարկվում։ Պետք է հասկանալ Սերժ Սարգսյանին ինչ էր անգատվել։ Ես պայթում եմ, որպես երևանցի, սիրտս պայթում է, երբ որ մի խումբ եկվորներ եկել սկսել են իմ երկրի հողերի վրա գումար խաղալ։ Վաչագան Ղազարյան ընդհանրապես այդ անունը չեմ ուզում տամ։ Դրա պաշտպանը ասում է Իսահակովի պողոտայի հողերը անապատ են, չէ՞ միջի Սահարա էր։ Այ քեզ բան, վրանի ուխտեր կային երևի, ուխտերը գայում ծախեցին, Սահարայի հողերը, անապատի հողերն էլ անապատ։ Դուք տենց անապատ երևի Դուբայ եք գնացել տեսել եք։ Ինչ է շնորհակում անապատ, անապատը ձեր ծննդավայրերն է։ Իմ քաղաքը անապատ չի եղել, կամ ասում բանը, այդ հողերը Մալացիա Սեբաստիայի հետ կապ չունեն, Աչափնյակում են։ Ես չեմ հասկանում, սրանք տոպոգրաֆիչեսկի խնդիրներ ունեն, հա, իրանց ընդհանրապես մտածելակերպի հետ։ Սա անթույլատրելի բաներ է։ Ես հեսա հիմնավորելու եմ Տիկին Վարդապետյան, դատախազը գործունեություններին չի տիրապետում։ Ես ավելի շատ գիտեմ գործունեություններից, քան թե ինքը։ Ես հեսա 5 րոպե ընդամենը ժամանակով ապացուցեմ։ Ու երբ որ խոսում են, որ մեր երկիրը վնասներ ա կրել մեր պետությունը վնաս ա կրել այն ժամանակ, երբ որ ՊՆ-ի նախարարի շոֆերը դարել է երկրում հարց լուծող, այդ օրվանից, ու որ այսօր դատարանում կան թվաբանություն, ասում ես երկրին ավելի շատ վնաս եմ հատուցել, քան թե տվել եմ, բայց մի հատ էս դաչի ուզի, արա, սա գիտի էլ մարշրուտկա է քշում, դաչի է ուզում պետությունից, Վաչոն պետությունից դաչի է ուզում, սենց բան լսել եք դուք։ Հիմա էսա հերթով անցնելու ենք, թե ով ինչին չի տիրապետում, էս իրա լկտիությունն ու ցինիկությունը, սա գիտեք ինչի, սա փողերի լվացման կլասիկ սխեմա է Վաչագան Ղազարյանով։ Ստեղ, երբ որ կանգնում են դատախազը, խաթարվել է հողային օրենսգրքի 66 հոդվածը, այն մեկը հողը էժան ենք ծախել, հողը թանկ ենք ծախել, ժողովուրդ ջան, ստե հողը թանկ ու էժան չէ, բաշի դուք ով եք, որ դուք այդ հողերը ծախել եք, ով եք դուք, Սերժ Սարգսյանն է ծախել այդ հողերը, բոլոր պայմանագրերում գրած է Սերժ Սարգսյան, դուք ով եք, որ դուք այդ հողերը ծախել եք, ու ընդեղ էս պաշտպանն ասում է, այդ փողերը գնացել է բյուջե, որ բյուջե, Կրգստանի բյուջե, Սարդորբեկ Սալիևի բյուջե, դատախազին էլ ասում եմ ընդմիջման ժամանակ, ասում է գործում տենց բան գոյություն չունի, Տիկին Վարդապետյան, չեմ էլ իմանում դատախազի անունը ազգանունը, որովհետեւ կոորդինատ չունեմ, որ իրան ուղարկեմ, ես խոսք եմ տալիս, այսօր եւ այդ, հատուկ այդ դատախազի համար կներեք, բայց ստիպված եմ ձեզ ուղարկել հենց այդ մասերը, երբ որ Վաչագան Ղազարյանի մեգա միլիարդեր տղան Իսահակով 23 պողոտայում հողը վաճառում է, փողերն ուղարկում է Սարդորբեկ Սալիևյան Ղրղստան, դատախազը բացառապես տեղյակ չէ, ինձ էլ ասում է տենց բան չկա, հետո բլոտ էլ չեմ խաղում, որ հակակոռուպցիոն դատարանի միջանցքում ասեի քո անշ որ չկա, էս ով են սրանք, ոչ մեկ ոչինչ բանից տեղյակ չի, ու հələ դուք մի հատ նայեք, սրա լկտիությունն է էս Վաչագան Ղազարյանի, որ ինքը կանգնում է, տենց մեծ խոսում է, պաշտպանն էլ ասում է, թե փողերի լվացում չկա, փողերի լվացում հարուցել են, որ վաղեմության ժամկետ անցնի։ Հələ մի հատ հարց տամ էլի, անկախ նրանից որ հողն է, ինչն է,
փողերի լվացումը ո՞րն է, երբ որ գումարը ապօրինի ծագում է ունեցել, Վաչագան Ղազարյանը էդ ինչ փող է ունեցել, ընդեղից է բերել, հա դե մարշրուտկա քշելով էր այդ փողը աշխատել, բերել է ստեղ որ առնի, քննիչն ու դատախազը քննիչ ու դատախազ չեն, որ չեն արձրել, ընկեր ջան, այդ 360 միլիոն դրամը, 40 միլիոն դրամը, որ դու իբր թե առել ես այդ հողերը, քեզ որտեղից, եմ ասում ուր դուց, Վաչկն ասում պապաս ա տվել, բա մեկը ճշտել է իրա պապան, ինչ է աշխատել ընդեղ, որ այդ փողերը տվել է, կամ Վաչագան Ղազարյանի երիտասարդ տղային, որտեղից մի միլիարդ դրամ փող, մեկն ու մեկը կարա ինձ բացատրի, ու այսենց, որովհետև խոսքը գնում է, հողը էժան ծախեցին, հողը թանկ ծախեցին, հողը էժան ծախեցին, լսեք, հողը էժան թե թանկ են ծախել, այս երկու սուբյեկտը ընդհանրապես կապ չունեն դրա հետ, որովհետև վաճառողը բոլոր պայմանագրերը կնքվել է Սերժ Սարգսյանի անունով, եւ դեռ պետքա ճշտել, այն նոտարը Շաբոյան Էման, որ ասում է ինձ հանձնարարել են, ես անում եմ, այն որ Սերժ Սարգսյանը կարար հանձնարարել իր աշխատակիցներին, հա, բայց փաստացի Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաեւ Էմա Շաբոյանին, կամ էլ մի հատ նայեք այս Վաչիկի լկտիություն ասում է ինչի՞ս էր պետք ես իմ քերու տղու վրա ձևակերպեի այդ հողերը, էլ մի վարքյան, ասում է ինչի՞ս էր պետք, հենա Զոքանչիս վրա էլի կգցեի հողը, որտեվ Զոքանչիս ուժը բենզակալոնկա ուներ Իսակովում, Նա բան եմ ուզում ասեմ, Արցախից ով եկավ սաղի զոքանչներն են, այն Միշկայի զոքանչը հանքեր, գետեր, հեկեր, ջեկեր, մսամտերքներ ունի։ Ես գիտեի Արցախցի տղամարդիկ, իրանք առաջի գիծ են կանում, Արցախցի չէ, էլի չխառնեք ես մեր Արցախի ժողովրդի հետ այս կլանչիկները։ Դու մի ասա սա իրենց կանանիքի ու զոքանչների յուբկեքի հետևն են թաքնում, ասում է զոքանչիս անունով կանել, մատ լսեք սրա ցինիկությունը, զոքանչիս անունով, բառացի եմ ասում, զոքանչիս անունով կգցեի, կամ կնգաս անունով կգցեի, վաչո քո կնիկը աշխատելա փող ա ունեցել, որ դու գցեիր, փալան չի արա, որ էշի վրա գցես, փալանն են էշի վրա գցում, կամ ադյալը զոքանչի ոտերին, որ չմրսի, ոչ թե Իսակովի պողոտայի հողերը, այս ինչ է, որ ասում են Ֆրուզիկի վախ մամաջան, այս ինչա կատարում սրանց արածը, որտեղ ոչ քննածն է քննած, փոխանակ փողերի լվացումից խոսան, որ սա չէր կարող ունենալ այդ գումարները, որ սենց աներ, գումարները օրինականացնելու համար սկսել են հողերը մատնոցի պես պտտացնել, 66 հոդվածով հողային օրենսգրքի էժան են ծախել, թանկ են ծախել, երբ որ 66 հոդվածին հողում եք անում, բա Ռոբերտ Քոչարյանին էլ կանչեր, թող հիմա ցուցմունք տա, Ռոբերտ Քոչարյանն է վավերացրել կառավարության այս որոշումը, եւ երբ որ իրան հարցել, ու ինքն էլ եղել է բենեֆիցիարը, ինքը իր տղուքավոր իրանք են հողեր առել, պրիչոմ տուտ, այն որ դատախազը այդ Սարդորբեկ Սալիևով ուղարկելու եմ այսօր, այնքան գրում բաներ է արել, ուղղակի որ մարդու լացն է գալի, որ մեր երկրի հողերի վրա, ես ցինիկաբար են, ասում եմ զոքանչիս անունով կգցեի, դուք հասկանում եք, այն մեկ ասում անապատ ա եղել դրա պաշտպանը, տոլավ է, անապատ ա եղել, բա որ Վաչոն առաջինն ան դե հող առե ուխտերով էր ման գալի, հա, անապատը լիքը մարդկանց ուղեղի մեջ է ոնց որ այսօր, բացի դրանից, այն որ դատախազը չի տիրապետում, ասում է Արմեն Սարգսյանը աշխատակից, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ինքը հող ա վաճառել Թավադյանին, շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, ուրեմն Տիկին Վարդապետյան, ասեք թող ձեր դատախազը մի հատ գործունեություններին ծանոթանա, որ Թավադյան ինքն է ցուցմունք տվել, որ ինքը գնացել է Սերժ Սարգսյանին ասել է, որ իրան փող ա պետք, Սերժ Սարգսյանն էլ ասա փողն ինչ ես ամ, ես հող նվեր կտամ, այսինքն սրանց հող տալու խասաթը, չգիտեմ էլ ինչ, բայց հող տալու խասաթը կոնկրետ, եղել է այն թվերից, ով ինչ ուզել է, վերցրել են իմ երկրի հողերը շաբաշ են տվել, այսօր սրա մասին է խոսքը, ոչ թե հողային օրենսգրքով էժան ծախեցին, հողային օրենսգրքով թանկ ծախեցին, կադաստրի, այս սաղ մոռացեք, ծախել է Սերժ Սարգսյանը, ինքը գինը որոշել է, ինքը առնողներին որոշել է, մի հատ օտար մարդ կա, այդ Վաչոյի փաստաբանը, որ ասում է, տեսքի հող առնող չկար, ոչ մեկ չկար էդ հող առնող, մարդիկ իմացել են, որ հող են ծախում, իրանք չեն առել,
Վաչոսա ասել է այս զոկանչինը, սա այս կնգանը, սա այս տղունը, սա այս մորկրոջոս թորաննա։ Եվ ի վերջո, չեմ ուզում երկարացնեմ, մի հատ նայեք էլի, երկու սուբյեկտ են հիմնական հողերը մեջ արել։ Սերժի Վաչո, Սերժի Արո, երև ինչ որ մի բան ասում է, չէ, այդ առաջի անունը, Սերժի Վաչո, Սերժի Արո։ Այսինքն սրանց մեջ արած հողերը, սրանց առանց փող, այդ որ չեն ասում, ձևական գործարք, ձևակերպել են, ձևական գործարք, ձևակերպողին էլ տարեք դատեք, ձևական, սրանք ձևական գեներալներ են եղել, որ այսօր սա լկտիաբար լավ անում, որ պետությունից դա չի ուզում, Տիկին Վարդապետյան, այս սաղ դատախազների և քնչական մարմինների թողտվությունն է, թերի քննված գործերով, դատավորը ինչ էլ որ անի, ի վերջո հիմնվելու է քննված գործի վրա, քրեական գործի նյութերի վրա, որից այսօր դատախազը բացառապես տեղյակ չէ։ Ես նորից եմ կրկնում, ստեղ պետք է գործը քննել, թե մեր երկիրը սրանք ոնց են մեջ արել։ Ոչ թե այսքանով էժան են ծախել, այս ոնց որ բարս անշարժ Քոչարյանի խնամ ու բարս անշարժ գույքի գործակալության գործ է քննվում ստե, ոչ թե պաշտպանության նախարարության, որ նախարարից սկսած իր ածականներով ապրող մարդկանցով, սրանք վերցրել երկիրը ծախել են։ Այսօր դուրս է գալիս, որ սաշիկ չի եղել է մի հատ Սերժի Վաչո, Պրոստը այս աշիկը այս թեթևակի կողքով անցել է, ինչ տեսել ծախել է, հիմա էլ ում վրա տենում գրում է։ Ում վրա, այտենց մարդ չկա, ում վրա ցուցմունք տված չլինի։ Մի քիչ որ սխմե, երևի տնեցիքի վրա էլ կտա։ Առայժմ այսքանը սրա տակ կդնենք օրեր առաջ մանրակրկիտ քրեական գործից բերած ցուցմունքներով այսօր էլ ենք տեղադրելու։ Այն, որ վաղը մյուս օր սրանք չվերկանան սենց, մենք ենք թույլ տվել, որ սրանք վերկանան սենց ցինիկանա, ասի պետությունից դից դա չի տա։ Հələ մի հատ ասում է ես երևի Տերյանի վրա էլ, հա, հողերը անապատել գնացիր, ընդ շենք սարքեցիր, Մայրապետյան Սամվելի հետ այդ անապատել Տերյան փողոց, Տերյան 62-ը, հələ սրանց ցինիկությունը նայեք, ու անընդհատ իրանց տնանիքի յուբկեքի ու փեշերի հետև պաղկված, բա քնիչը չի արծեք ու զոկանչը փողա ունեցե, արա, որ գա Իսակովի պողոտայի վրա տեղ առնի, քո կնիկը փողա ունեցե, այն որ հարցին ասա, ես չգիտեմ, ոչ բան չգիտեմ, ինձ բացիկն ասեց, ես գնացի ստորագրեցի, հա, այսում եք դուք ձեռ առնում, ես դատավորից ակնկալում եմ, որ դատավորը իրականում, գիտեմ, որ շատ արդարամիտ դատավոր է, ես ակնկալում եմ արդարություն, ստեղ այս նստածները, ստեղ ուրիշ մարդ պետք է նստի, ստեղ ուրիշ մարդ պետք է նստի, հա, մենք կործանվեցինք այն օրից, մենք իրականում գեներալներ ենք ունեցել, մենք գնդապետներ, մենք կործանվեցինք այն օրից, որ մարշրուտքի շոֆերները դառան գեներալներ, այդ օրվանից մենք կործանվեցինք, շատ իրականում ջղայնացած եմ այս իրավիճակի վրա, ես որպես երևանցի չեմ թողելու, ես երևանցի եմ, ես հայաստանցի եմ, չեմ թողելու, որ իմ երկրի հողերը, իմ քաղաքի հողերը, սրանք այսին շաբաշ տար Վաչոն, ես պրոստը չգիտեմ, ես ակնկալում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է հայտնվի ստեղ և ինքը ասի, թե ում ինչ հանձնարարական է տվել, այսքանը։